Վահե Հովհաննիսյան, քաղաքագետ։ Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից։ Փաշինյանն ասում է, պատարագի ժամանակ Արցախի հանրապետություն ասելը պատերազմի կոչ է, իսկ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների փուլում Արցախը Հայաստան է եւ վերջ գոռալը ինչ էր։ Դա պատերազմի ուղիղ հրահրում էր, որը բերեց Արցախի կորստին եւ մի ամբողջ սերնդի զոհաբերմանը։ Սա Հայաստանի քաղաքացին պետք է հստակ հասկանա։ Պատերազմի ուղիղ հրահրում էր Աղդամում նռները ձեռքին նկարվելը, Աղդամը մեր հայրենիքն է լոզունգներով։ Բա պատերազմ եք հրահրել ու բերել մեր երկրի գլխին ու հիմա խաղաղությունից եք խոսում։ Մեկ էլ թիմից գոնե մի մարդ հայթայթվի ու մեծարգոյին բացատրի, որ Արցախում էս պահին կան գերեզմաններ, շատ հին ու շատ նոր, այդ թվում Արցախը Հայաստան է եւ վերջ քո կոչին հավատացած ու կյանքը տված մարդկանց, ու հարազատները դեռ չեն կարող մոռանալ քո նոր կոչերով կամ քո նոր արտաքին քաղաքականության խաթր։ Մեկը բացատրի, որ Արցախում կան սրբավայրեր, Ամարաս, Գանձասար եւ շատ ուրիշ, որ չեն կարող մոռացվել ու չեն մոռացվելու, ու որ այդ ամենը հիշելը որևէ կերպ պատերազմի կոչ չէ։ Հիշողություն ունենալը, սրբություններ ունենալը, կսկիծ ունենալը, հույս ունենալը, արդար իրավունք ձևակերպելը ոչ թե պատերազմի կոչ են, այլ ապրելու նախապայման։ Իսկ որպես ամփոփում կրկնում եմ երեկվա իմ առաջարկը բոլոր ընդդիմադիր համակարգերին եւ հանրային շերտերին։ Ընտրության բովանդակությունը պետք է պարզեցնել, հասցնել մեկ հարցի. պատրաստ եք Նիկոլի օրինակով շնորհակալություն հայտնել Ալիևին։ Այո կամ ոչ։ Սա է իսկական ընտրությունը։